Եկեք միֆերից սկսենք էլի։ Մեծ կիլոգրամներին մեկ ամսում 10-20 հնարավոր է։ Հնայած թե մասնագետը ինչ որակավորում ունի, մարդասրահ ինչ տարիների փորձ է անցել եւ ինչ արդյունքներ է տվել։ Այդքան արագ նիհարել եք, ինչ որ քաշ եք ունեցել, որից ձերբազատվել եք։ Հաճախակի նիհարում եմ առողջ եղանակով մարդկանց ցույց տալու, որ մեկ ամսում 20 կիլոգրամը կամ 10 կիլոգրամը, եթե դա լինում է ճիշտ եղանակով, պրոֆեսիոնալ եղանակով, իհարկե դա վնասակար չէ։ Ինչն է պատճառը, եթե մարդը այլևս չի կարողանում մարզվել, միանգամից չաղանում է։ Կան մարդիկ, ովքեր ունեն նյութափոխանակության խնդիր, իրենք շատ արագ քաշ են հավաքում, նաև գենետիկ ֆոնդի հիման վրա։ Ինչ վերաբերում է ստամոքսի վիրահատություններին, որոնք այս պահին պոպուլյար են դարձել, որովհետև մեր ազգը մի քիչ ալարկոտ ազգ է, արագ արդյունք է տալիս։ ուտել խմել, բայց շատ վատ հետևանքներ է ունենում։ Ես ունեմ քաշի խնդիր, ես համակերպված եմ այդ քաշի խնդրի հետ, այսինքն սա իմ նորման է։ Եթե կա օրգանիզմում ավելորդ քաշ, ճարպային շերտ, ուրեմն օրգանիզմում կար 100%-անոց խնդիրներ։ Բարձրանանք վեր, մի հատ բան ենք փորձարկում, մեր նոր մարդասրահ պետք է լինի։ Կանգնեցրեցի բոլորին 40 հոգի, ասեց դե թռվռացեք։ Իջանք ներքև արհեստավորների հետ նայում ենք, տեսնենք շերինքը ոչի փլվի։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։